Բարև ձեզ, Փաշինյանը նորից խաղաղություն է առաջարկում մեզ, Փաշինյանը նորից խաղաղություն է խոստանում մեզ, նա խաղաղություն է խոստացել մեզ 18 թվականին, բերել է Արցախյան պատերազմը, նա խաղաղություն է խոստացել մեզ 21 թվականի ընտրություններին, բերել է ջերմուկի պատերազմը և բերել է Արցախի հայաթափումը, այսօր նորից, նոր հանդգնությամբ նա խոստանում է մեզ խաղաղություն, իսկ ինչ խաղաղություն է խոստանում նա, ասում է եկեք պայմանավորվենք Ադրբեջանի հետ առանց երաշխավորների, եկեք պայմանավորվենք Հեյդար Ալիևի որդու Իլհամ Ալիևի հետ առանց երաշխավորների, ձեր կարծիքով որն է հիմնական ռիսկը այդտեղ, արդյոք ռիսկ չէ, որ Իլհամ Ալիևը, ով բազմաթիվ անգամներ խախտել է հրադադարը, խախտել է պայմանավորվածությունները, ապագայում այդպիսի նկրտում չի ունենա, այդ ժամանակ ով է լինելու մեր և նրանց մեջ միջնորդը, Փաշինյանի կառավարության իշխանության սկզբում 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտպանական և զենքերի հարաբերակցությունը 2.5 անգամ էր, Ադրբեջանը 2.5 անգամ ավելի շատ զենք ուներ, իսկ ինչքան է այսօր գիտեք, 8 անգամ ավելի շատ զենք ունի Ադրբեջանը, մենք կորցրել ենք Արցախյան ամբողջ զինանոցը, մենք կորցրել ենք մեր զենքերի նշանակալի մասը և մեր գնումները շատ քիչ են լրացնում մեր պաշտպանությունը, ես սա չեմ ասում, որ մարդիկ մտածեն, թե բանակն է լինելու հիմնական գործիքակազմը ապագա իշխանությունների, հիմնական գործիքակազմը լինելու է մեր առաջի խոստումը անվտանգային ուժեղ դիվանագիտությունը, ինչ է տալու մեզ ուժեղ դիվանագիտություն, ի տարբերություն Փաշինյանի թույլ խաղաղության, որտեղ մենք բոլորս Հեյդար Ալիևի որդու հույսին ենք լինելու, նրա նկրտումների սահմանափակման հույսին ենք լինելու, մեր առաջարկն է երաշխիքներով խաղաղություն, Թրիփի շրջանակներում ստորագրված խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, համաձայնագիրը մենք բովանդակային առումով չենք վիճարկելու, դա ունի պոտենցիալ այս պայմանագիրը բերելու խաղաղություն և մենք դա հայտնել ենք մեր արևմտյան գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, ինչն ենք մենք լավարկելու, բովանդակությունից դուրս միայն երաշխավորների ինստիտուտը, երաշխավորները պետք է լինեն մեկից ավելի, իհարկե շատերը ասել են, կա նաև մտավախություն, որ մի երաշխավորը կբերի այն խնդրին, ինչ մենք ունեցանք 2023 թվականին, այդ իսկ պատճառով մեկից ավելի երաշխավորը կլուծի Հայաստանի անվտանգային երկարաժամկետ հարցերը, իսկ այդպիսի երաշխավորներ կան, տարածաշրջանում 1, 2, 3 երաշխավորի հնարավորություն կա, քանի որ տարածաշրջանը հայտնվել է արևելք-արևմուտք, առևտրային ճանապարհների, առևտրային ուղու կիզակետում, որպես ամենախաղաղ պոտենցիալ ուղի և այդ խաղաղ առևտուրը երաշխավորելու համար մենք տեսնում ենք, որ կունենանք մեկից ավելի երաշխավոր, հյուսիս-հարավ ֆորմատի շրջանակներում, արևելք-արևմուտք ֆորմատի շրջանակներում, Հայաստանը վերածվելու է խաղաղության օազիսի տարածաշրջանում, ուժեղ առաջնորդության դեպքում